ID բանկի տուժող եմ անում, տուժող չեմ ասում, այսինքն բանկն է տուժող, վարկ են հաստատել իմ անունով 2 միլիոն դրամ։ Ես վարկի հաստատման մասին իմացա, ասենք դեկտեմբերի 14-ին վարկը հաստատվել 2024-ին, իմացա դեկտեմբերի 16-ին։ Ու արդեն հաստատած։ Այդ ժամանակ իրանք որ կոդեր են ինձ ուղարկել վարկը հաստատելու այլ սարքավորման փոխանցելու։ Ես այդ կոդերը տեսնեմ վարկը հաստատելուց 3 օր հետո, ոչ մի կոդ չեմ հավաքել, ոչ մի link չեմ տվել, չգիտեմ ինչ եղանակով այդ վարկը հաստատվել։ Նշեմ եմ, որ ես սեփականություն չունեմ, ունեմ թույլ վարկային պատմություն, աշխատավարձս մինիմալից ցածր է 67000 դրամ։ Բանկը հաստատել է 2 միլիոն դրամ վարկ։ Ու հիմա մինչև այսօր քաշքշուկի մեջ է։ Հիմա քննչականով ինձ ճանաչեցին, քննչական կոմիտեում ինձ ճանաչի դատավարական վիճակս ճանաչվեց որպես վկա, բանկին ճանաչեցին տուժող։ Բայց ամեն դեպքում բանկից հիմա դատական ծառայություն եմ ստացել, զգուշացում որ մինչև 7-րդ ամիս եթե վճարում չկատարեմ, արդեն սկսում է գումարը առգրավել։ Ավելացնելու բան չունեմ, չգիտենք, սպասում ենք կենտրոնական բանկից ակնկալիք ունենք, դա գլխավոր դատախազությունից հասկանանք ինչով պիտի ավարտվի քաոսային վիճակը։ Իսկ իրավապաշտպանը ինչ է ասել, դες եկել եք ստեղ ձեր իրավապաշտպան հետ Կարագոզյանի հետ, ինչ է ասում, նա ինչպես կարող է ձեզ օգնել։ Հիմա մենք բանկից պահանջ ունենք, չեղարկեն մեր վրայից այդ պարտավորությունները։ Իրանք բանկ, քննչական, իրանք մեջ որոշեն, գտնում են հանցագործին, բանկն ամ վճարում է գումարները, մեր պահանջը իրավապաշտպանի հետ միասին, որ մեր վրայից հանեն այդ պարտավորությունը։ Ուրիշ պահանջ չկա, հիմա նորից մենք պահանջով կենտրոնական բանկ ենք